Դիանա Գրիգորյանի վերջին զանգահեռուստասերիալը հասել է իր դրամատիկ գագաթնակետին, դիտողներին այլևս ոչինչ չի զարմացնում, բայց միևնույն ժամանակ ամեն նոր սերիա դառնում է իսկական հուզական ցնցում։ Հերոսների ճակատագրերը սկսում են փոխկապակցվել անբացատրելի հանգամանքներով, գաղտնիքները խճճվում են և չարությունը կարծես դառնում է շարժիչ ուժ։ Անգելինան կորցրել է իր սերն ու փնտրում է ճշմարտություն։ Նա գալիս է Հենրիի տուն ոչ թե սիրո խոստովանություն, այլ իր հարցերին պատասխաններ ստանալու ակնկալիքով։ Բայց ինչ է ստանում փոխարենը՝ լռություն, անորոշ հայացքներ, թաքցված ճշմարտություն։ Միքայելն, ով լավ գիտի իրական պատմությունը, դիտմամբ չի ասում ոչ մի բառ, չնայած որ Աննան ու Հենրին պնդում են, որ նա վերջապես Անգելինային ասի ճշմարտությունը։ Իհարկե այն ճշմարտությունը, որը Միքայելը հորինել է, որպեսզի Հենրին ու Անգելինան իրարից հեռու մնան։ Միքայելը շատ լավ հասկանում է, որ եթե Անգելինան ու Աննան իմանան ճշմարտությունը, նրանց հարաբերություններին ավարտ կտրվի, և հենց այդ վախով է, որ նա ստիպում է լռել։ Բոլորն էլ զգում են, որ ինչ-որ բան այն չէ, բայց ոչ ոք դեռ չի կարողանում կոնկրետ ասել ինչն է սխալ, ինչ-որ մի ճշմարտություն լռության մեջ այրվում է, ինչ-որ փաստ թաքցված է տարիների ետևում, և հենց այդ փաստը, որ դեռ անանուն է, վերածվում է այս սերիալի գլխավոր ողբերգական դեպքերի։ Մյուս ճակատում Աննան, ով ընդամենը օրեր առաջ երջանկության սահմանին էր, նորածին որդու մայր դառնալով, այս պահին հուզական կոտրվածքի եզրին է։ Նա չի կարողանում ներել Սոսին ու նրան մեղադրում է, որ իր երեխայի այս վիճակի համար հենց Սոսն է մեղավոր։ Նրա համար Սոսը դարձել է ոչ միայն անցյալ սեր, այլ նաև իր ներկա խնդիրների ակունքը։ Նա մեղադրում է նրան այն բանի համար, որ իր որդին, նորածին, միամիտ երեխա, հայտնվել է մի վիճակում, որն ամբողջությամբ փոխում է իրենց կյանքի ընթացքը։ Աննայի և Սոսի միջև կայացած ամեն հանդիպում լեցուն է լուռ մեղադրանքներով, դառնությամբ, չարտասանված խոսքերով։ Իսկ Սոսը, թեև մեղավոր է զգում, շարունակում է պնդել իր ներկայությունը։ Նա փնտրում է հնարավորություններ Աննային մոտենալու, խոսելու, արդարանալու։ Բայց արդյոք նրա ներկայությունն օգուտ է բերում, թե նորից խորը վերքեր է բացում Աննայի հոգում։ Մինչ այս ամենը ընտանիքների ներսում տեղի է ունենում, Բագրատը կրկին սառնասիրտ և հաշվենկատ նորից անցնում է բոլոր սահմանները։ Նա վիրավորում է իր հարազատ քրոջը Անետին, ով տարիներ շարունակ աջակցել է նրան, հոգ տարել նրա երեխաների մասին, պաշտպանել, երբ Բագրատն անգամ հեռու է եղել։ Այժմ լսում է վիրավորական խոսքեր։ Սա հոգեբանական հարված է Անետի ամբողջ նվիրվածությանն ու քույրական սիրով վերացմանը։ Նրա համար սա դառնում է զգացական կաթվածի պահ և մի լավ ապտակ է ստանում Բագրատն Անետի կողմից։ Անետը նրան մեղադրում է, որ բոլորին հաշվի չի առնում և բոլորի կյանքը վտանգում ու նորից խառնում է ամեն ինչ, ինչին ի պատասխան Բագրատը նրան ասում է, որ նա տանն է մնացել։ Իհարկե սա վիրավորանք է ոչ միայն Անետի, այլև այն մարդկանց, ովքեր փորձում են ամեն ինչ անել իրենց հարազատների կյանքը լավ դարձնելու համար ու ուշադրություն չեն դարձնում իրենց սեփական, անձնական կյանքին, և վերջում ստանում են նման պատասխան։ Եվ վերջապես այն պահը, որը կտրում է դիտողների շունչը։ Միքայելն հիվանդանոցում է, նա պետք է այցելեր իր նորածին որդուն, բայց պատուհանից այն կողմ նրա անկողինը դատարկ է։ Ընդամենը մի քանի ժամ առաջ նրա բալիկն այնտեղ էր, սակայն Միքայելի սիրտը կարծեք թե մի պահ կանգ է առնում, երբ տեսնում է, որ անկողնում նորածին որդին չկա։ Ինչ տեղի կունենա այս պահին, դեռ դժվար է բացատրել։ Հավանաբար նա տեղափոխվել է այլ բաժին, կամ խնամքի այլ պայմաններ են անհրաժեշտ։ Տղան անհետացել է, Միքայելը խելագարվում է։ Ինչպես, ում ձեռքերում է նա, ում անունը կհայտնվի առաջինը նրա շուրթերին, դեռ պարզ չէ, սակայն հեռուստադիտողները ենթադրում են, որ այս ամենը կարող է Լիլիթի ձեռքի գործը լինել։ Այո, Լիլիթը չարությամբ սնվող և վերահսկման մոլուցքով տառապող կին է, ով ամեն ինչի ընդունակ է, հատկապես վերջին շրջանում, ինչ կատարվում է նրա հետ։ Նա չարությամբ է լցվել Աննայի հանդեպ և ամեն ինչ անելու է, որպեսզի Աննայի կյանքն իսկական
դժոխք դառնա։ Նա վաղուց կորցրել է ողջախոհության սահմանները, հնարավոր է նա երեխային տարել է իր վրեժը լուծելու Աննայից։ Իրենց անցյալի մրցակցությունը դեռ սուր է, իսկ Սոսե և Աննայի վերջին հանդիպման լուրը նրան փշուր-փշուր է արել։ Ահա և պատիժը վերցնել Աննայի ամենաթանկը նորածին որդուն, սակայն սա ընդամենը եզրակացություն է, քանի որ հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ Աննան ու Սոսի հանդիպումից հետո Աննան վերադառնում է հիվանդանոց և դուրս են գրվում Միքայելի հետ երջանիկ իրենց որդու հետ։ Դե ինչ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր տեսանյութերն առաջինը դիտելու հնարավորությունը և իհարկե տեղեկանալու նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Ամեն ինչ դեռ առջևում է, այնպես որ միացեք, որպեսզի բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը։